Բանկերի միջոցով Հայաստան մտած փողը էականորեն շատացել է այս տարվա հունվարից հոկտեմբեր։ 2024-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 31%-ով ավելացել են ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները։ Ոչ առևտրային փոխանցումները կարող են լինել ուղղակի այսպիսի փոխանցումներ, որոնք ուղղված են ուսման, առողջության, կամ ընդհանուր ասենք թե ինչ-որ նպատակի կարիքների համար, դրանք ոչ թե բիզնեսի։ Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, փոխանցումների ավելացման հիմնական պատճառը Ռուսաստանից Հայաստան փողի հոսքի կրկնապատկումն է։ Միայն հոկտեմբերին մոտ 215,000 փոխանցում է արվել, դրա ավելի քան 55%-ը Ռուսաստանից։ Սա տնտեսագետները բացատրում են մի քանի գործոնով՝ ավանդական աշխատանքային միգրացիա, տնտեսական հասանելի կապեր։ Հայաստանից միգրացիոն հոսքերը աշխատանքային հատկապես միգրանտները Ռուսաստանի Դաշնությունում, որոնք ձևավորել են որպես այդպիսին այդ ավանդական հոսքեր կոչված, այսինքն հատկապես տարվա որոշ սեզոնների ընթացքում դրամական փոխանցումները այստեղ գտնվող իրենց ընտանիքներին, բարեկամներին եւ այլն։ Սա մի կողմից այդ ավանդականի մի ուղղությունն է, որը իրականում երևի թե սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ փոխանցումների բավական զգալի մասն է։ Դրամական փոխանցումների ավելացումը պայմանավորված է նաև 2022-ից հետո ռուսական կապիտալի Հայաստան տեղափոխմամբ։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով մեր երկիր եկած ռուսաստանցիների որոշ մասը դեռ այստեղ է, նկատում են տնտեսագետները։ Ռուսական շատ բիզնեսներ, ընտանիքներ տեղափոխվեցին, աշխատուժ տեղափոխվեց Հայաստան եւ բնականաբար այդ հոսքերը իրենք որոշակիորեն պահպանվում են դեռևս։ Դրանով է պայմանավորված նաև այդ ակտիվությունը։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի կարծիքով Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները ուղիղ ազդեցություն ունեն Հայաստանի սոցիալական կայունության վրա, հատկապես մարզերի համար, որտեղ աղքատության շեմը երբեմն հասնում է 40%-ի։ Քանի որ աշխատուժի որոշակի զանգված, հատկապես մարզերից, աշխատանք չունեն մարզերում եւ նաեւ պետական գործիքակազմերը դեռևս չեն տվել այն արդյունքները, որ մարզերում լինեին աշխատատեղեր եւ այդ մարդիկ կարողանային աշխատանք գտնել։ Հետեւաբար այդ մարդիկ մարզերում, քանի որ աշխատանքներ չկան, իրենք հեռանում են եւ քանի որ տարիներ շարունակ արդեն ինչպես ասում են տեղ են արել, գիտեն ուր գնան, ում մոտ գնան, կապեր կա, գնում են շարունակում են այդ իներցիայով դեր այդ աշխատանքները կատարել։ Ըստ տնտեսագետների, առանց դրամական այդ փոխանցումների Հայաստանի տնտեսությունը կարող էր քնել, հնանել, զգալիորեն փոքր լինել, չէ որ այդ փողերը մտնում են տնտեսություն, ծախսվում ուսման, առողջապահության, սննդի համար։ Մեր հնան եւ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը որոշակիորեն կախված է այդ տրանսֆերտներից, որովհետեւ այդ տրանսֆերտները փոքր գումարներ չեն, դրանք միլիարդավոր դոլարներ են եւ էականորեն ազդում են ընդհանուր տնտեսական ակտիվությանը։ Եթե այդ գումարը մի օր չմտնի էկոնոմիկա, էականորեն հնան կնվազի, էականորեն կնվազի տնտեսական ակտիվությունը։ Իսկ ինչու հայկական աշխատուժն ու բիզնեսը չեն գնում դեպի Եվրոպա, չնայած Հայաստանի իշխանության պնդումներին, որ հայկական տնտեսությունը դիվերսիֆիկացվում է, այսինքն կողմնորոշվում է դեպի տարբեր շուկաներ։ Ըստ տնտեսագետների ԵԱՏՄ-ն լուրջ արտոնություններ է տալիս հայաստանցիներին հեշտ պայմաններով մեծ շուկա դուրս գալու։ Մինչդեռ եվրոպական շուկայում հաստատվելը մերոնց համար բարդ է, եվրոպական խիստ պահանջների պատճառով։ Եվրամիության պահանջները բավական խիստ են, չափորոշիչները բավական բարձր են, դրանով պայմանավորված այնուամենայնիվ այդ շուկա դուրս գալու խնդիրները շատ ավելի բարդ են եւ շատ ավելի շատ են նույն արտահանողի համար, քան օրինակ նույն Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կա Եվրասիական տնտեսական միության արտոնություններ եւ այլն եւ այլն։ Տնտեսությունը դիվերսիֆիկացնելը վերլուծաբանների համոզմամբ լավ նպատակ է, բայց դա միայն գեղեցիկ խոսքերով իրականություն չի կարող դառնալ։ Եվ ուրեմն, քանի դեռ ԵԱՏՄ շուկային լուրջ այլընտրանք չկա, Հայաստանը պետք է չանի այնպիսի քայլեր, որոնք կկտրեն մեր տնտեսության պորտալարը Ռուսաստանից։ Ռիսկային է հայկական տնտեսությունը թթվածնից զրկելը։ Հասն է Հայաստանի տնտեսության, Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից առայժմ բավական մեծ կախվածություն։ Այսինքն այդ հանգամանքը պետք է հաշվի առնել։ Որքան էլ որ հայտարարությունները տեսականորեն լավն են, պետք են, ճիշտ են, գուցե ամենալավն են, ամեն դեպքում այդ օբյեկտիվ հանգամանքը հաշվի չառնելը կարող է առաջացնել ռիսկեր տնտեսության համար, դրանից բխող սոցիալ-տնտեսական հետևանքներ, սոցիալական հետևանքներ։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։